Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Գազայից մինչև Լեռնային Ղարաբաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է մի քանի ամսվա ընթացքում կարգավորել է աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մի քանիսը իր տեսախցիկների համար նախատեսված խաղաղության ծրագրերով։ Սա բառացի մեջ բերում էր Foreign Policy-ում հրապարակված հոդվածից, որի հաջորդ իսկ նախադասության մեջ նշված է. Փորձառու շատ դիտորդներ զգուշացրել են, որ այս համաձայնագրերը պակաս կարևոր են, քան թվում են։ Դրանք թերի են եւ խորապես ասիմետրիկ։ Դրանց իրականացումը մեծապես կախված է հաղթողների մեծահոգությունից։ Կոնֆլիկտի բունեության փոխարեն ներկայացում բեմադրած Թրամփի խաղաղարարությունը միայն ծառայել է ցեղասպանական նվաճումների ամրապնդմանը, ավելի շատ զրկելով զոհերին իրավազորությունից։ Թրամփը վերականգնել է հակամարտությունների լուծման հաղթողի խաղաղության մոդելը, որը կխաթարի խաղաղությունը համաշխարհային մակարդակով նշված է հոդվածում։ Ադրբեջանը հիմա էլ հնարավոր է հայտնվի Գազայում միջազգային ուժերի հետ եւ հրադադարի մոնիթորինգ իրականացնի որպես Թրամփի խաղաղության ծրագրի մաս։ Դժվար է պատկերացնել ավելի վատ երկիր այս դերի համար։ Սա նշանակում է Գազայի պաղեստինցիներին թողնել նրանց ողորմածությանը, ովքեր ձգտում են ոչնչացնել պաղեստինցիներին, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ։ 2020-ի հարձակումը, ապա բլոկադան, այնուհետև էթնիկ զտումը, նշված է հոդվածում։ Ցեղասպանություն իրագործողին խաղաղապահ նշանակել մեկ այլ ցեղասպանությունից հետո զզվելի գաղափար է։ Սակայն իրավիճակն ավելի է վատթարանում Ադրբեջանի եւ Իսրայելի միջև խորը ռազմական եւ տնտեսական համագործակցության պատճառով։ Ադրբեջանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում ծառայեց որպես փորձարկման վայր այն զենքերի, մարտավարության եւ մեթոդների համար, որոնք Իսրայելը հետագայում կիրառեց Գազայի պաղեստինցիների դեմ։ 2016-ից 20 թվականներին Իսրայելից է ներմուծվել Ադրբեջանի զենքի 70%-ը։ Սա վճռորոշ գործոն դարձավ Ադրբեջանի 2020 թվականի ռազմական արշավում, որը հիմք հանդիսացավ 23 թվականի էթնիկ զտումների համար։ Իր հերթին Ադրբեջանը մատակարարում է Իսրայելին իր նավթի 40%-ը, դառնալով անփոխարինելի էներգետիկ գործընկեր։ Արդարությունն ու հաշվետվողականությունը անջատվել են խաղաղության հայեցակարգից, որը դարձել է պարզապես աշխարհաքաղաքական եւ նույնիսկ ֆինանսական նպատակներին հասնելու միջոց, նշված է հոդվածում։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Զանգեզուրի միջանցք կոչվածը պատրաստ կլինի 2030 թվականին Թուրքիայի տրանսպորտի նախարարը նոր ժամկետ է նշում։ 2030'da Zengezur koridorunu tamamen işler hale getiririz inşallah. Ադրբեջան-Վրաստան նոր սկանդալ Բաքվում գտել են պատճառը, Թբիլիսին նախանձում է Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Հայաստանը թյուրքական աշխարհի պակասող մասնիկն է, բաց հայտարարություն արևմուտքի փորձագիտական ընկալումների մասին։ Those are the missing pieces in OTS right now. Not having Tajikistan, not having Armenia. Եվ հարցազրույց այսօր Մեթե Հաթայ Թուրքիայի հետ հակասություններ ունեն թուրքերը Կիպրոսում, ինչ է կատարվում կղզու գրավված հյուսիսում եւ ինչու տապալեցին Էրդողանի թեկնածուին։ Türkiye ile Kıbrıslı Türklerin belli sorunları var. Եվ այսպես, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը 7 երկ գիտի, 7-ն էլ Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին։ Թուրքական ազգայնական հակումներով հեռուստաալիքի եթերում է նորություն ընկալվել, ամիսը մեկ այնտեղ է եւ նույն առաջնահերթությունն են առաջ տանում։ Թուրքական աշխարհի միավորում։ Ուրալօղլին հարցնում են Էրդողանի նախագծած այս միջանցքները թուրքերի որ դարդին են լուծում գտնելու։ Ուրալօղլուն սկսում է խոսել առևտրից, նրան ընդհատում է հյուրերից մեկը։ Sadece ticaret değil. Այդ ճանապարհները երկրորդ կարևոր նշանակություններ ունեն միայն առևտրի մասին չեն, հատկապես այդ դեղինով նշված ճանապարհները թուրքական աշխարհի եւ Թուրքիայի միջև, որոնք նախկինում երբեք գոյություն չեն ունեցել, շատ կարևոր են։ Երբեմն մոռանում ենք, բայց դուք հիշեցրեցիք։ O yol şu sarı Դեղինով նշված ճանապարհը կապված է Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Zengezur'la bağlantılı. իհարկե Զանգեզուրի հետ։ Սրանք կապեր են, որոնք կարող են շատ լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ ապագայի համար։ Tabii. Իհարկե, Կովկասի, Թուրքական հանրապետությունների հետ Böyle yani siz yani bir taraftan da bu
Yani tamam ticarettir, istihdamdır, gelirdir ama bir taraftan da stratejidir. Անկասկած, այսինքն մի կողմից սա իհարկե առևտուր է, զբաղվածություն եւ եկամուտ, բայց մյուս կողմից նաեւ ռազմավարություն է։ Բառացիորեն 2 րոպե անց Ուրալօղլուն արդեն իր նախաձեռնությամբ սկսում է խոսել թուրքական աշխարհը միավորելու եւ Հայաստանի տարածքի Սյունիքի մասին։ Որոշում են հերթով մանրամասն նայել Թուրքիայի նախագծած ճանապարհների եւ միջանցքների քարտեզներին ու սկսում են Զանգեզուրից։ Իհարկե, թուրքական աշխարհի վերաբերյալ նախ Զանգեզուրը։ Orta koridoru konuşalım. Orta koridor. Orta koridor Zengezur'da onun bir Եկեք խոսենք միջին միջանցքի մասին։ Զանգեզուրը դրա մի մասն է։ Միջին միջանցքը իսկապես արժեքավոր է։ Երբ մենք կապվենք Զանգեզուրի հետ, այն կունենա հատուկ արժեք։ ayrı bir kıymeti olacaktır onun. Sizin Սա ձեր ամենակարևոր նախագծերից մեկն է։ Ve buradan Çin'den Այո, Չինաստանից դուրս եկող բեռնատարները այս միջանցքով 18 օրում կարող են հասնել Լոնդոն։ 18 günde geçilebilen burada bir koridor var. Peki bir şey soracağım. Şu an Լավ, մի հարց, այդ դեղինով նշված ճանապարհը, միջին միջանցքը հիմա պատրաստ է։ koridor dediğiniz bu yol, bu ticaret yolu bitti mi? Şu anda işler halde. Այս պահին կառուցվում է։ Դեռ չենք կարողանում փոխադրել բեռներ այն ծավալով, որով ցանկանում ենք, բայց աշխատանքներ են տարվում։ Biz Kars'la Մենք նախ դրան հասանք Բաքու ու Թբիլիսի Կարսով։ Այս միջանցքը այժմ գործում է, բայց պետք է մեծացնենք թողունակությունը։ ama onun kapasitesini artırmamız gerekiyor. Zengezur koridor Զանգեզուրի միջանցքը էականորեն կավելացնի թողունակությունը։ destek vermiş. Zengezur Որտեղ է Զանգեզուրը այստեղ։ Hemen şu noktada onun haritası. Զանգեզուրը հենց այստեղ է։ Դրա քարտեզն առանձին կարող ենք ցույց տալ։ Կարող ենք տեսնել Զանգեզուրը։ Էկրանին հայտնվում է Հայաստանի տարածքով քարտեզը։ Թուրքական հեռուստաեթերում սկսում են ներկայացնել իրենց ծրագրերը առևտրային, ռազմավարական, թուրքական աշխարհը միավորելու մասով, եւ այդ ծրագրերի անբաժան մասն է Հայաստանի տարածքը։ Առանց Հայաստանի տարածքի Թուրքիայի ռազմավարական ծրագրերը ոչինչ են։ Zengezur koridoru da Kars'tan başlayıp Զանգեզուրի միջանցքը սկսվում է Կարսից, գնում է միջև Դիլիջու, ապա անցնում է Նախիջևանով եւ հայտնի Զանգեզուրի անցումից հետո միջև Բաքու։ Ինչ կտա սա մեզ։ Որոշ առումով այն մեզ ուղիղ կապ կտա Ադրբեջանի հետ եւ մենք կընդլայնենք թողունակությունը այստեղ, կթեթևացնենք մեր թողունակության սահմանափակումները այստեղ։ burada genişletmiş, rahatlatmış bir olacağız. şey merak ediyorum. Şimdi Kars Կարս Դիլիջու, սա երկաթուղի է։ demir yolu mu? Evet, buna Այո, մենք այս տարի հիմք դրեցինք, սկսեցինք կառուցել 224 կիլոմետրանոց երկաթուղին 0-ից։ Yolu yapıyor. başladık. Evet. Դիլիջու հետո Նախիջևանում երկաթ գիծ կա, որոշ հատվածները կվերակառուցենք, որոշ հատվածները կվերանորոգենք։ Ha, Դուք այնտեղ չեք միջամտում։ Ազար- Ոչ, ադրբեջանական կողմն է հետևում դրան։ Bunlar nereye? Միջև ուր կհասցնենք սա, Մենք եթե- կհասցնենք միջև Հայաստանի սահման։ Sonra Ermenistan Այնուհետև Հայաստանի տարածքում կա 43 կիլոմետրանոց հատված։ Այն նաև Թրամփի միջանցք են կոչում։ konuşuldu ya. Yani Սա է 43 կիլոմետրը։ gözüken yer. Burası Trump koridoru. Այո, դա է կապույտը։ Սա Թրամփի միջանցքն է։ 45 kilometre. 40 Այստեղ էլ երկաթուղի կկառուցվի։ değişecek Demir o. yolu. Մենք այն նշել ենք որպես 45 կիլոմետր, 43 կամ 45 կախված կլինի նախագծից։ Երկաթուղի կկառուցվի, նաև ավտոճանապարհ։ Peki bu koridor Այս միջանցքը մեզ միայն Ադրբեջանի հետ է կապելու։ Orta koridorun Սա միջին միջանցքի շատ կարևոր մասն է, մեծ քարտեզի կարևոր մասն է։ Այլ կերպ ասած, մենք նաև կկարողանանք մեր երկրից ապրանքներ տեղափոխել այս միջանցքի երկայնքով գտնվող երկրներ։ Եվ հնչում է ամենակարևոր հարցը, երբ պատրաստ կլինեն այս երկաթուղին ճանապարհը։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը ժամկետ է հնչեցնում Հայաստանի տարածքում թուրքական ենթակառուցվածքի վերաբերյալ։ ya böyle bir proje hani 4 yıl gibi bir zamanda biter. 2029 hani 2030'da Նման նախագիծ ավարտին կհասցվի մոտ 4 տարվա ընթացքում։ Հուսով ենք, որ մենք Զանգեզուրի միջանցքը լիովին կգործարկենք մինչև 2029-2030 թվականը։ Թուրքիայի նախարարը ժամկետների մասին խոսել էր նաև ավելի վաղ, 3-4 անգամ։ Մեկ տարի առաջ եւս նշում էր, թե 4 տարուց կգործարկեն Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Նաև 2028 թվականներ նշել։ Այստեղ առավել կարևոր է տեսնել, թե ինչպես են քննարկում Հայաստանի տարածքը, ինչ ծրագրեր են կառուցում, ինչ նշանակություն ունի Թուրքիայի համար Հայաստանի տարածքը, եւ այն, որ ինչ արվում է Սյունիքում, նաև Վաշինգտոնի պայմանավորվածություններով անխոչնդոտ անցումը Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև
Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Ծառայում է Թուրքիայի ռազմավարական նպատակներին, արվում է ոչ թե հանուն Հայաստանի, այլ որովհետև Թուրքիայի պահանջն է, որովհետև Թուրքիան այսպիսի պլաններ ունի։ Ադրբեջան-Վրաստան նոր սկանդալ է սկսվել, որի մեջտեղում Հայաստանն է, Հայաստանի տարածքը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Արդեն մի քանի օր Բաքվի իշխանամերձ մեդիան աղմկում է Վրաստանով անցնող եւ ադրբեջանցիների համար սովորական տարանցիկ երթուղին վերջին շաբաթներին լրջորեն խափանվել է։ Խափանումները նախ ընկալվում էին որպես պատահականություն, ապա դրանք աստիճանաբար վերածվեցին օրինաչափության։ Տասնամյակներ շարունակ այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռնատարների վարորդները հանկարծ հայտնվել են քաոսի մեջ, արժանանալով վրացի սահմանապահների քամահրանքով վերաբերմունքին։ Բաքվում այս սկանդալին ցանկանում են մեծ հնչեղություն տալ, սա պարզ է դառնում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Բաքվի գլխավոր քարոզչալիքի նկարահանող խումբը հայտնվել Վրաստանում։ Mən Azərbaycandan Yunanistana tütün daşıyıram. Ես Ադրբեջանից Հունաստան թութուն եմ տանում, սահմանին ինձ որևէ բացատրություն չտալով այստեղ տերմինալ են ուղարկել։ Այստեղ եմ արդեն 21 օր։ Bir əsas olmadan saxlayırlar. Məmurlar çox kobud rəftar eləyirlər bizlə. Իմ փաստաթղթերը կար, ինձ այսքան օրով պահելու ոչ մի պատճառ չկա։ Մաքսային աշխատակիցները մեզ հետ կոպիտ են վարվում։ Մաքսային աշխատակիցներից բացի մեզ համար մեծ խնդիրներ են ստեղծում նաև ճանապարհային ոստիկանները։ 20 gündür buradayam. 20 օր է այստեղ եմ, փոթից մեքենաներ եմ վերցրել, Լիտվա պիտի տանեմ, ամեն անգամ գնում եմ, ասում են դեռ սպասիր, ամեն անգամ կոպիտ են վիրավորում, սահմանապահներից բացի նաև ճանապարհային ոստիկաններն են մեզ վիրավորում։ Բաքվից եկեք մեզ օգնեք։ Ադրբեջանցի վարորդներին իբր կանգնեցնում են առանց հստակ հիմնավորման, փաստաթղթերի վերանայման ժամկետը ձգվում է շաբաթներով, իսկ բացատրություններ ստանալու փորձերը հանդիպում են նյարդայնացնող խուսափողական պատասխանների եւ իրավիճակների, որոնցում որոշումը կախված է ոչ թե կարգ ու կանոնից, այլ մաքսային աշխատակցի տրամադրությունից, բողոքում են Բաքվում։ Եվ այս տորթի վրայի բալը Բաքվի իշխանամերձ մեդիան գրում է, թե Վրաստանն այս կերպ դրսևորում է իր նախանձը, խանդը, չի կարողանում մարսել Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Bilmir, gedin Zəngəzurla gedin. Sizin Zəngəzur yolunuz var, gedin. Ասում են գնացեք ձեր Զանգեզուրով անցեք, ձեր Զանգեզուրի ճանապարհով անցեք։ Վրաստանի սահմանին մնացած ադրբեջանցի վարորդի այս մի ֆրազից Բաքվի վերնախավին եւ հատկապես այդ երկրի ուժային կառույցներին մոտ կանգնած քարոզչալիքը գտել է այս ամենի պատճառն ու գլխավոր հետևությունն արել։ Վրաստանը խանդում է Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Արցախում կատարվածից հետո ինքնամոռացության գիրկն ընկած Բաքվի պաշտոնյաների եւ մեդիայի վարկն այս անգամ կզգան Թբիլիսիում, որովհետև մի ադրբեջանական քարոզչալիք Թբիլիսիին հիշեցրել է Բայդենի դեմ դուրս գալու Ալիևի համարձակությունը, անգամ Պուտինի դեմ դուրս գալու ռիսկը եւ ակնարկել. եթե այս երկրներին է Բաքուն կարողացել իբր հաղթել, ապա Վրաստանում թող չհամարձակվեն սխալվել։ Բաքվի մեդիան կամ եթե ավելի հստակ այն կառավարող Ալիևի պաշտոնյաները հայտարարում են, այս իրողությունների հետ պետք է հաշվի նստեն բոլոր նրանք, ովքեր ներքաշված են այս պատմության մեջ, նշելով, այսպես ասենք, կասկածյալներին։ Վրաստանի որոշ իշխանական շրջանակներ, որոնք չեն կարողանում հաղթահարել խանդը թրիփի նկատմամբ, Վրաստանի իշխող շրջանակներ, որոնց վրա կա հայկական ազդեցություն, եւ իհարկե Ռուսաստան, որի հետ ինչպես գրում է Բաքվի քարոզչալիքը, Վրաստանի հարաբերություններն այնպես են զարգացել, որ Ռուսաստանի ազդեցությունը կարող է դրսևորվել առանձին պրակտիկ որոշումներով։ Այս պատմությունը դեռ զարգանում է։ Այս պահին հայտնի է այսքանը։ Հանգուցալուծումը կներկայացնենք իրական Թուրքիա նախագծի հաջորդ թողարկումներում։ Հայաստանը թյուրքական պետությունների կազմակերպության պակասող մասնիկն է։ Այս ֆրազը բառացի հնչել է Ատլանտիկ կոնսուլի եւ Եվրասիա կենտրոնի կազմակերպած քննարկմանը, այն էլ ինչ թեմայով եւ ինչ վերնագրով։ Թուրքիայի ներկայությունը Կենտրոնական Ասիայում եւ դրա հետևանքները տարածաշրջանում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նպատակների համար։ Այս քննարկման ամենակարևոր դրվագները հիմա ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, որովհետեւ հնչած ամեն նախադասությունն ուղիղ առնչվում է Հայաստանին, Հայաստանի տարածքին եւ Հայաստանի ապագային, որը ինչպես բառացի նշվում է, պատկերացնում են թյուրքական աշխարհում։ Երբ լսում եք Թուրքիա, Կենտրոնական Ասիա ֆրազը, ականջները պետք է սրել, որովհետև սա Թուրքիա, Կենտրոնական Ասիա կապը Հայաստանն է։ I believe that Turkey has been playing a vital role as a bridge and a gateway for
both the South Caucasus and Central Asia. Ես հավատում եմ, որ Թուրքիան կենտրոնական դեր է խաղում որպես կամուրջ եւ դարպաս Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի համար եվրոպական եւ եվրոատլանտյան ինստիտուտների ինտեգրման մասով եւ այդ դերը հիմա առավել քան կարեւոր է դարձել ներկա գլոբալ մարտահրավերների եւ մեծ ուժերի միջև ընդլայնվող գեոստրատեգիկ մրցակցության պայմաններում։ ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Մեհմեդ Ֆաթիհ Ջեյլանն է, որը հիմա Անկարայի think tank-երից մեկն է գլխավորում, եւ թուրք դիվանագետը հիշում է այն նախագծերը, որոնք Միացյալ Նահանգների հետ գործակցությամբ իրականացրել են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Օրինակ Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը։ Այս նախագիծը Բաքուն եւ Անկարան ծառայեցնում են կարծես մեկ հիմնական նպատակի՝ աղաղակելու, թե շրջանցել են Հայաստանը, մեկուսացրել են Հայաստանը։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցք են պահանջում, այն ներկայացնելով որպես կենսական Թուրքիայի շահերի եւ ապագայի համար, ստիպված են արդարացնել, հատկապես Թուրքիայի տրանսպորտի նախարարն է ստիպված իր ամեն ելույթում բացատրել, թե այդ ինչու ուրեմն այդքան փող ծախսեցին կառուցելու Բաքու-Թբիլիսի կառսը։ Եվ այստեղ նաև նկատենք, թեև Թուրքիան եւ Ադրբեջանը թելադրողի դիրքից են հայտարարում, թե մեկուսացրել են Հայաստանը, իրականում իրենք իրենց են զրկել, ինչպես հիմա են ասում, կենսական ճանապարհից։ Սա նշանակում է, որ Հայաստանը կարող է թելադրողի դիրքում լինել Սյունիքի հարցում։ Սյունիքում ամերիկյան միջնորդությամբ նախագծի Թրամփի ուղու կամ Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցում։ Ոչ թե պարտության հետևանքը գլխիկոր կրողի, այլ սեփական կարողությունները եւ դրանց կարեւորությունը գիտակցողի դիրքում, մանավանդ երբ այսպիսի հետաքրքրվածություն եւ շահագրգռվածություն կա։ Ես հավատում եմ, որ ինչպես անցյալում հիմա եւս Թուրքիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև կան գործակցության մեծ հնարավորություններ։ Between Turkey, Europe and the United States are focused on Central Asia and the South Caucasus. This is something that we should capitalize on. Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ուղղությամբ մենք սա պետք է կապիտալիզացնենք։ Հավատում եմ, որ Թուրքիայի բիզնես շրջանակները եւ նրանց ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների միջև շփումներն ընդլայնելը կլինի ծայրահեղ օգտակար։ And European counterparts. Թուրքական պետությունների կազմակերպությունը ռազմական կառույց չէ, բայց վերջին սամիթի ժամանակ Ալիևի հնչեցրած այս հայտարարությունն են մեջբերում։ Ülkelerimiz arasında hərbi müdafiə Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը 2026-cı ildə Azərbaycanda Türk Dövlətləri Təşkilatına üzv ölkələrin birgə hərbi təlimlərinin keçirilməsini təklif edirəm. Մենք առաջարկում ենք 2026 թվականին Ադրբեջանում անցկացնել թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների համատեղ զորավարժություն։ Նկատում են նման հայտարարություն, նման առաջարկ առաջին անգամ է հնչում։ Առաջարկում են քննարկել, թե ռազմական ոլորտում համագործակցության ինչ հնարավորություններ եւ խոչընդոտներ կան։ Առաջին հանգամանքն ու անմիջապես նշում են ՀԱՊԿ։ ՆԱՏՕ-ական Թուրքիայի առանցքում գործող թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների մեծ մասը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են։ I don't think that these countries have to choose between doing military or defense activities with CSTO or say OTS. Չեմ կարծում, թե այս երկրները պետք է ընտրեն ռազմական պաշտպանական գործողություններ անել ՀԱՊԿ-ի, թե թուրքական պետությունների կազմակերպության հետ։ Երբ այս բոլոր երկրները հավաքվում են թուրքական պետությունների կազմակերպության սեղանի շուրջ, անվտանգությունը բնական կերպով դառնում է այն թեմաներից մեկը, որի շուրջ խոսում են, որովհետև նրանք նույն տարածաշրջանում են եւ բախվում են նույն մարտահրավերներին։ Կարծում եմ, այստեղ շատ հնարավորություններ կան եւ Թուրքիան հրաշալիորեն դիրքավորված է այս անվտանգային քննարկումներում առաջնորդությունը ստանձնելու համար, այն առումով, թե ինչ կարող է անել օրինակ վարժանքների եւ ռազմական կրթության ուղղությամբ։ I think that means then that any country that wants to work with Turkey in the military defense. Չեմ կարծում, թե սա նշանակում է, թե որևէ երկիր, որը ցանկանում է աշխատել Թուրքիայի հետ ռազմական եւ պաշտպանական ոլորտում, պետք է մտահոգվի ՀԱՊԿ-ում ստանձնած իր պարտավորությունների մասով։ Կարծում եմ, նրանք կարող են հավասարակշռել այս ամենը։ Ատլանտիկ կոնսուլի եւ Եվրասիա կենտրոնի աշխատակից տիկնոջից ավելի կաթոլիկ է Թուրքիայից դիվանագետը։ Ռուսաստանին ուղիղ հենց նա է անդրադառնում։ Խոսում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվության մասին եւ հավելում, սա կարող է հետևանքներ ունենալ Կենտրոնական Ասիայի երկրների վարքում։ I mean, remember, for instance, Armenia in that. I mean, it just froze its CSTO
membership. Հիշեք, օրինակ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը եւ ինչպես ես եմ տեսնում Կենտրոնական Ասիայի երկրներում փնտրտուք կա։ Օրինակ Ղազախստանը փորձում է իրականացնել բազմավեկտոր դիվանագիտություն եւ կարծում եմ կա գործակցության պոտենցիալ Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ, երբ խոսքն անվտանգության ոլորտում հարաբերությունների սերտացնելու մասին է։ Ներկա պայմաններում մենք չպետք է ամաչենք եւ նստենք մեր դափնիների վրա, հետևելով իրադարձությունների զարգացմանը։ Մենք պետք է ակտիվ լինենք եւ նոր հարաբերություններ կառուցենք ներառյալ անվտանգության ոլորտում։ Թուրք դիվանագետը հիշում եւ կարող ենք ասել բառացի նշում է, որ նախկինում Թուրքիան վախեցել է, որովհետեւ անվտանգությունը ներառված էր թուրքական պետությունների կազմակերպության հիմնադրման հռչակագրում, բայց հաշվի առնելով որոշ զգայուն հարցեր, պայմանավորված Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության մնացորդներով, սա հեշտ ուղղություն չէր քայլեր անելու համար։ Թուրք դիվանագետը նշում է Ռուսաստանի ազդեցության մնացորդներ եզրը, որը այդքան վախեցրել է Թուրքիային քայլ անել։ Սա նշանակում է, որ Թուրքիան վախենում է Ռուսաստանից։ Վախը հաղթահարելու առաջին քայլը Թուրքիան իհարկե արեց Ադրբեջանում եւ հիմա, ինչպես թուրք դիվանագետն է նշում, ժամանակն է անել հաջորդ քայլը, որի շուրջ Թուրքիային անհրաժեշտ են խորհրդակցություններ իր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների հետ։ Իսկ ինչ կլինի, եթե հաջորդ քայլն անելիս Թուրքիայի առաջ կանգնեն իր վախերը։ When we talk about Central Asia and the South Caucasus, we are not talking about only geographical areas or regions. We are talking about geopolitics. Երբ խոսում ենք Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի մասին, խոսքը միայն աշխարհագրական տարածքների մասին չէ, խոսքը այստեղ աշխարհաքաղաքականության մասին է։ Ներկա պայմաններում, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր պատերազմը Ուկրաինայի դեմ եւ մենք տեսնում ենք ազդեցության մակարդակի անկում, հիմա հնարավորությունների պատուհան կա բարելավելու համագործակցության շրջանակը ներդրումներն ընդլայնելու միջոցով այս երկրները արևմուտքին կապելու համար։ Թուրք դիվանագետը հավելում է ամենակարևորը եւ Հայաստանին առնչվող գլխավորը։ Սա պահանջում է ուշադրություն Թուրքիայի նախաձեռնած միջին միջանցքին, որի մաս է կազմում Հայաստանի տարածքով Թուրքիայի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Nobody mentioned about, but let me mention that. Ոչ ոք չնշեց, թույլ տվեք ես նշեմ կարևորագույն նախագիծը, այն ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում այս տարվա օգոստոսին։ In August 2025, this year in Washington DC, I'm talking about the TRIP project. Խոսում եմ TRIP-ի մասին։ Եռակողմ հռչակագիրը ստորագրված ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից աշխարհաքաղաքականության մասով կարևորագույն զարգացում էր, որը հասնում է Կենտրոնական Ասիային եւ Կասպից ծովին։ Կարևոր է, որ համագործակցության եզրեր կարող են գտնել ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը եւ Հայաստանը Կենտրոնական Ասիայի ուղղությամբ հայացքով։ We can find opportunities for cooperation as well. Թուրք դիվանագետն իր խոսքում կարևորում է Հայաստանի տարածքը թուրքական պետությունների կազմակերպության եւ դրան առնչվող ծրագրերի համար։ Խոսքի մեկ այլ հատվածում կարևորել էր Տաջիկստանի մասնակցությունը թուրքական պետությունների կազմակերպությանը գոնե որպես դիտորդ։ Եվրոպական եւ ամերիկյան փորձագիտական կենտրոնները ներկայացնող տիկինը թուրք դիվանագետի խոսքի այս հատվածների վրա է ուշադրություն կենտրոնացնում եւ բառացի հայտարարում։ Հայաստանը թուրքական պետությունների կազմակերպության պակասող մասնիկն է։ I absolutely agree with everything he said. Ամբողջությամբ համաձայն եմ այն ամենի հետ, ինչ նա ասաց Տաջիկստանի մասին, որի միանալու կարիքը կա, բայց պետք է հավելեմ, որ Տաջիկստանը երբեք չի դիմել դիտորդի կարգավիճակի համար։ Կուզեի տեսնել, որ Թուրքիան ստանձնում է առաջնորդությունը եւ հրավիրում Տաջիկստանին միանալ թուրքական պետությունների կազմակերպությանը, բայց ես կողմ եմ նաեւ նրան, ինչ դեսպանն ասաց Հայաստանի մասին։ Because I think from a US perspective, those are the missing pieces in OTS right now. Not having Tajikistan, not having Armenia. Որովհետև կարծում եմ, որ ամերիկյան տեսանկյունից թուրքական պետությունների կազմակերպության բացակամասերն են Հայաստանը եւ Տաջիկստանը։ Այլ կերպ ասած, թուրքական աշխարհի միավորում, որի առաջնորդությունը ստանձնում է Թուրքիան, հովանավորությունը Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը։ Սա ոչ թե Հայաստանի դեմ ծրագիր է, այլ հանուն Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերի Ռուսաստանի դեմ ծրագիր է։ Այստեղ արևմտամետ կամ ռուսամետ լինելու մասին պարզունակ հարց, պնդում կամ մեղադրանք չկա։ Ամեն երկիր իր շահն ունի եւ Հայաստանի կենսական խնդիրն է, գոյության խնդիրն է որոշել իր շահն ու դերն այս պատմության մեջ։ Այլապես ուրիշներն արդեն որոշել են եւ այս պահին ամեն ինչ դեռ ընթանում է ըստ նրանց պլանի։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Մեթե Հաթայ, լրագրող, հետազոտող Կիպրոսից, բայց կղզու ոչ թե հունական, այլ այսպես ասենք թուրքական մասից։
1974-ին մի գիշեր հանկարծակի կգանք հայտնի ֆրազով Թուրքիան ներխուժեց Կիպրոս եւ արդեն կես դար գրավված է պահում կղզու հյուսիսը։ Ինքնահռչակ պետությամբ, որի անկախությունը ճանաչում է միմիայն Թուրքիան։ Շաբաթներ առաջ այնտեղ անսպասելի իրադարձություններ եղան, այսպես կոչված հյուսիսային Կիպրոսի թյուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, որն Ալիևին Ղարաբաղի Ֆաթիհ է անվանում, Ստամբուլը նվաճած Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ Սուլթանի անունով, պարտվեց ընտրություններում։ Կիպրոսի թուրքերը նրան ոչ ասացին, թեև նրան աջակցում էր Թուրքիան, Էրդողանն ու առավելապես Թուրքիայի ազգայնամոլները։ Ազգայնամոլների առաջնորդն այնքան էր կատաղել, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուն պես հայտարարեց, թե Կիպրոսն ընդհանրապես պետք է միացնել Թուրքիային։ Ինչու եւ ինչ հակասություններ ունեն Կիպրոսի թուրքերը Թուրքիայի հետ, ինչպես է վարվում Թուրքիան գրավված հողերի հետ եւ ինչ են մտածում կղզու թուրքական մասում հայոց ցեղասպանության ժխտման, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մասին։ Անջելիկա Թեշեքիրեդի Նախ շնորհակալություն այս հնարավորության համար եւ ձեզ ուղված առաջին հարցը իհարկե կլինի Կիպրոսի մասին, այսպես ասենք թուրքական հատվածում նոր նախագահ են ընտրել։ Ekim ayında seçim oldu Kıbrıs'ta ve Tufan Erhürman seçildi. Sorumuz budur. Biliyoruz öyle haberler var. Onu federasyonu destekliyor. Tufan Erhürman, որ ինչպես հայտնի է ֆեդերացիայի կողմնակից է կղզու միավորման բանակցությունները վերսկսելու կողմնակից։ Şimdi size bunu sormak istiyoruz. Kipros'i վերամիավորումը հնարավոր է։ Şmeye yaklaşıyor mu? Vallahi söylemsel olarak tekrar bir yaklaşma olacağına inanıyoruz ama şimdi biliyorsunuz Մենք հավատում ենք, որ տեսականորեն բանակցությունների վերսկսումը հնարավոր է։ Սակայն ինչպես գիտեք, Կիպրոսի Հանրապետությունը 2026 թվականի հունվարից կստանձնի Եվրամիության նախագահությունը։ Հետևաբար, եթե վերամիավորման բանակցություններ սկսվեն, եթե դրա նշանները լինեն, ապա հավանաբար դա տեղի կունենա նախագահության այս շրջանի ավարտից հետո։ var. Ama onun ötesinde hala da tarafların belli pozisyonları var. Սրանից բացի կողմերը դեռևս ունեն որոշ դիրքորոշումներ, որոնց առնչությամբ փոփոխություններ չկան։ Պարոն Էրհյուրմանն ունի 4 հստակ պայման։ Բանակցային սեղանի շուրջ վերադառնալու համար ցանկանում է պլանավորված բանակցային գործընթաց։ Կիպրոսի թուրքերի քաղաքական հավասարության ճանաչում, որոշ պահանջներ ունի մեթոդաբանության վերաբերյալ։ Ասում է, չենք կարող հավերժ բանակցել, պետք է լինի ժամանակացույց եւ անհրաժեշտության դեպքում վերջում հանրաքվե։ Olsun ve o takvim sonunda gerekirse bir referandum olacaksa ama bu defa tekrar reddedilirse Եվ եթե այս անգամ եւս բանակցությունները տապալվեն, ՄԱԿ-ի առաջարկը կամ այդ սեղանից բխող համաձայնագրի տեքստը պետք է կանխի Կիպրոսցի թուրքերի վերադարձը նույն ստատուս քվոին։ Պարոն Հրիստո Դիլիրիսը, որը Կիպրոսի հույների մոտեցումն է ներկայացնում, առաջարկում է անմիջապես սկսել բանակցությունները այնտեղից, որտեղ կան գառանք Կրանս Մոնտանայում եւ առանց ժամանակացույցի։ Իհարկե, պարզել չէ, թե որտեղ են կան գառել Կրանս Մոնտանայում։ Կա 6 կետից բաղկացած Գուտիերեշի շրջանակը, բայց այս 6 կետերի շուրջ կոնսենսուս չկա։ Շրջանառվում են դրա մի քանի տարբերակներ, որովհետև այն գրավոր տեքստ չէր։ Հետևաբար այս ամենը խոչընդոտում է համակարգված բանակցությունների մեկնարկը։ Բայց արդեն հայտնի է, ՄԱԿ-ը ցանկանում է, որ կողմերն աշխատեն վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ։ Նրանք արդեն անցկացրել են այս հարցին առնչվող առաջին հանդիպումը։ Կարծում եմ բանակցությունները կսկսվեն։ Այս բանակցությունները հիմնականում տեղի կունենան Կիպրոսում, այսինքն հնգակողմ համաժողովներ, արտասահմանյան ուղևորություններ, այցելություններ, գագաթնաժողովներ, երաշխավորների մասնակցությամբ։ Այս ամենից առաջ խոսքն ավելի շատ այն մասին է, թե ինչ կարող են անել երկու կողմերն առաջին փուլում վստահություն ամրապնդելու համար։ Çalışmasını istediğini biliyoruz. Bununla ilgili de zaten ilk toplantı yani ilk görüşmeyi yaptılar. Görüşmeler başlayacak diye düşünüyorum. Bu görüşmeler daha çok Kıbrıs'ta olacak şekilde yani tekrar işte beşli konferanslar, yurt dışına çıkmalar, gitmeler değil de yani garantörlerin katılımıyla olacak beşli zirvelerden fazla daha çok Պարոն Էրհյուրմանը առաջին հանդիպման ժամանակ ներկայացրել է այս հարցի վերաբերյալ 10 կետից բաղկացած առաջարկների փաթեթ։ Bir öneriler paketi sundu Sayın Erhürman ilk toplantıda. Hristo Dilis'e. Daha bir soru da var. Tufan Erhürman.
Եվս մեկ հարց Թուֆա ներհյուրմանի վերաբերյալ, ինչու կղզու թուրքերը նրան ընտրեցին, որովհետև գիտենք Թուրքիայի իշխանությունները նրա մրցակցին էին աջակցում, ու նաև տեսանք Էրդողանի, նաև ազգայնամոլական կուսակցության առաջնորդի արձագանքը Էրհյուրմանի ընտրությանը, ինչու նրան ընտրեցին։ Evet. Sayın Erhüman Kıbrıs'ın en büyük muhalefet partisi. Պարոն Էրհյուրմանը ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն էր վերջին 6 տարիներին։ Իրավաբան է, սակայն ավելի հաշտվողական մոտեցում ունի։ Hukukçudur. Fakat daha bir uzlaşmacı bir tavrı var. Yani sadece toplumlar arası değil, Այլ կերպ ասած, նա առաջնորդ է, որը խոսում է ոչ միայն համայնքների միջև, այլև համայնքների ներսում հաշտեցման մասին։ Կիպրոսցի թուրքերը որոշ խնդիրներ ունեն Թուրքիայի հետ։ Սա պետք է ասել։ Հայտնի է, որ չափից շատ կախվածության հետևանքով որոշ միջամտություններ են եղել, որոնք խարխրել են կիպրոսցի թուրքերի ինքնավստահությունը։ Կիպրոսցի թուրքերը փաստացի Թուրքիայի պատրոնաժի տակ են։ Այս կախվածությունը երբեմն կարող է հանգեցնել միջամտության ներքին քաղաքականության մեջ։ Սա դժգոհություն է առաջացնում կիպրոսցի թուրքերի շրջանում։ Նախորդ առաջնորդը Էրսին Թաթարը Թուրքիայի այսչափ միջամտության կողմնակից էր։ Նրա կառավարման շրջանում է այդ միջամտությունը ձևավորվել եւ դրսեւորվել առավել չափով։ Bundan önceki lider Ersin Tatar ise bu müdahaleyi davet eden bir tavırda bir liderdi. Yani her şeyi anavatan Այլ կերպ ասած, ամեն կողմում, ամեն անկյունում մայր հայրենիք Թուրքիա ասելով բաշխում էր Թուրքիայից եկող օգնությունը, առանց որևէ հաշվետվողականության եւ առանց պատասխանատվություն կրելու բոլոր հարցերը թողնում էր Թուրքիային։ ve hiçbir sorumluluk almadan bütün sorumluluğu Türkiye'ye bırakan bir liderdi. Bu da Kıbrıslı Türklerin sesini kısan bir tavır oluşturuyordu. Yani artık Սա ստեղծեց այնպիսի մի իրավիճակ, որում Կիպրոսի թուրքերի ձայները լրացվեցին, նրանք անտեսանելի դարձան։ Մյուս կողմից Կիպրոսի թուրքերն էին пассивացել։ Սա հասարակական անհանգստություն առաջացրեց։ Այս անհանգստությունը գոյություն ուներ ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, այլև իշխող կուսակցության ներսում։ Հետևաբար պարոն Էրհյուրմանը աջակցություն ստացավ այդ կուսակցություններից, նաև քաղաքացիներից, որոնք պահանջում էին մի փոքր ավելի շատ հարգանք, որոնք ցանկանում էին, որ իրենց լուրջ ընդունեն։ büyük katkısı vardı Sayın Erhuman'ın seçilmesinde. Կային նաև կոռուպցիոն մեղադրանքներ Էրսին Թաթարի կառավարության դեմ, եւ տեսնում էինք, որ Կիպրոսում ամրապնդվել էր հովանավորչական համակարգ։ Այս բոլոր ամենօրյա իրադարձություններով նույնպես նշանակալի դեր խաղացին պարոն Էրհյուրմանի ընտրության գործում։ Նա վարեց ավելի ներառական քաղաքականություն, առանց բանավեճերի մեջ մտնելու, եւ դա պարգևատրվեց ընտրությունների առաջին փուլում գրեթե 63% ձայն ստանալով։ Այլ կերպ ասած, նա ստացավ նշանակալի մանդատ, նրան հասարակությունը տվեց նշանակալի լիազորություններ։ Սա իհարկե կարևոր է, շատ կարևոր։ MHP lider Bahçeli gibi insanların Türkiye Azgaynakan Şarjum Kusakçıyan առաջնորդ Bahçeli'yi նման անձիկ խնդիրներ չեն ստեղծի Էրհյուրմանի համար։ Olabilir zaten seçimlerin sonuçları açıklandıktan sonra Sayın MHP lideri Sayın Հնարավոր է։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ պարոն Դևլեթ Բահչելին արդեն իսկ հայտարարություն է տարածել, կոչ անելով Կիպրոսի թուրքական խորհրդարանին րոպե առաջ նիստ գումարել եւ Թուրքիային միանալու որոշում կայացնել։ Türkiye'deki sağ cenahın Kıbrıs'a nasıl baktığını da gösteren bir şey oldu. Սա շատ ցավալի հայտարարություն էր, որը նաև ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայում աջակողմյան ուժերը վերաբերվում Կիպրոսին։ Նրանց ընկալումներում Կիպրոսի թուրքեր չկան, ամեն ինչ ընկալում են մեծ թուրք ազգի շրջանակում եւ վրթովվել են Կիպրոսի թուրքերի ընտրությունից, երբ իրենք բացահայտորեն աջակցում էին մյուս տեխնացուին։ Destekledikleri için kendilerine karşı yapılmış bir hareket olarak algıladılar ve bunu ve doğrudan bir tepki. Ընտրության արդյունքը ընկալեցին որպես ինենց դեմ ուղղված գործողություն եւ անմիջապես արձագանքեցին։ Թուրքիայում ծայրահեղ աչերի ներսում հակասություններ կան։ Վերջերս քրդերի հետ հաշտեցման նախաձեռնության պարոն Բահչելիի կողմից Աբդուլլա Օջալանին առաջնորդ անվանելու մասով Կիպրոսի վերաբերյալ հայտարարությունը, որի մասին ակնարկեցիք եւ որը նշեցիք, կարող եք դիտարկել նաեւ որպես ռազմավարական հայտարարություն, մասամբ ուշադրությունը Կիպրոսի վրա տեղափոխելու նպատակով։ Kıbrıs'a kayarak yani milliyetçi söylemleri Kıbrıs üzerinden
iç siyaset için kullanarak Այլ կերպ ասած ազգայնական հռետորաբանությունն օգտագործում են ներքաղաքական նպատակներով։ Հայտարարությունը Devlet Bahçeli'yi կողմից էր։ içinde de MHP'ye yakın birçok iş adamının yatırımları var Kıbrıs'ta. Kumarhane, kasino, hoteller vesaireler. Բացի այդ, ազգայնականներին մոտ կանգնած շատ գործարարներ ներդրումներ ունեն Կիպրոսում։ Խաղատներ, հյուրանոցներ են կառուցել։ Եվ այս անձինք ներգրաված էին ընտրական գործընթացում, գյուղից գյուղ gնալով եւ բացահայտորեն աջակցելով արդեն նախկին նախագահ Ersin Tatar'ին։ Başkanı Ersin Tatar'ı açıkça köy köy dolaşarak desteklemişlerdi. Bütün bu rahatsızlıklardan dolayı böyle bir tavır. Թաթարին աջակցում էր նաև Էրդողանի կուսակցությունը։ Նրան համարում էին իրենց երկու պետություն հռետորաբանության կրողը, հատկապես Կրանս Մոնտանայից հետո։ Այնուամենայնիվ այդ աջակցությունը այնքան էլ ինտենսիվ չէր, որքան ազգային շարժում կուսակցությունից էինք տեսնում։ Ոմանք ենթադրում են, որ Էրդողանի կուսակցության քաղաքականության մեջ եւս մեկ փոփոխության ենք ականատես լինելու։ Ոմանք նույնիսկ փորձել են սա մեկնաբանել որպես դրա նախերգանք։ AKP yeniden bir siyaset değişikliğine mi gidiyor ve bunun ön hazırlığı olarak yeteri kadar destek vermediğini üzerinden anlamlar çıkarmaya da çalışan kesimler oldu. Bir Facebook-da siz Ermeni soykırımı ifadesini kullandınız. Facebook-յան մի գրառման մեջ դուք հայոց ցեղասպանություն եզրն եք գործածել։ Բարիշ Ունդյուի թրկության պայմանագիր գրքի մասին էր գրառումը։ Դրա վերաբերյալ եւս մեկ հարց դեռ կլինի, բայց մինչեւ այդ հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, ինչու եք դուք գործածում հայոց ցեղասպանություն եզրը։ Neden siz bu ifadesini kullandık? Çünkü biliyoruz pozisyonu Türkiye'nin, Türklerin ama siz Ermeni soykırımı diyorsunuz. Neden? Soykırıma soykırım diyorum. Yani Ցեղասպանությանը ցեղասպանություն եմ ասում։ Ես անկեղծորեն ընդունում եմ, որ երիտուրքերը եւ Իթիհադ və Թերակին այդ ժամանակ իրականացրել են նման համակարգված կոտորած։ Neden olduğunu kabul eden bir kişiyim. Beni resmi politika ne der ne demez ilgilendirmez. Ben araştırmacıyım. Ինչ չի հետաքրքրում, թե պաշտոնական քաղաքականությունն ինչ է ասում կամ չի ասում։ Որպես հետազոտող ես այս եզրակացությանն եմ եկել այն փաստաթղթերից եւ հետազոտություններից, որոնք ես հանդիպել եմ, կարդացել եմ։ Onda Ermeni soykırımından kaçan insanların da sığınma yeriydi. Ve biz bunları biraz da Հայոց ցեղասպանությունից փախչող մարդկանց համար ապաստան էր նաև Կիպրոսը։ Եվ մենք խոսում ենք նաև նրանց մասին։ Այս մարդկանցից շատերը բնակություն են հաստատել թուրքական թաղամասերում, որովհետև նրանց մեծ մասը թուրքերեն էր խոսում։ Ավելի հեշտությամբ կարող էին հիմնել իրենց բիզնեսը։ Եվ այս երկու համայնքների միջև սերտ կապեր կային։ Եվ նույնիսկ եթե այստեղ բացահայտորեն չէին արտահայտվում, թուրք կիպրացիների մեծ մասը տեղյակ էր ժողովրդին պատահածից։ Dile getirilmese bile insanların mağduriyetlerini Kıbrıslı Türklerin büyük bir kısmı biliyordu. Bu kitapta Türkiye'nin Այն գրքում, որի մասին քիչ առաջ նշեցի, թրկության պայմանագիր, ներկայացվում են Թուրքիայի արյունահոսող երկու վերքերը, ինչպես նաև դուք եք մեջ բերել՝ քրդական հարցը եւ հայոց ցեղասպանությունը։ Ինչու են նախ հայոց ցեղասպանությունը, ապա քրդական հարցը Թուրքիայի համար արյունահոսող վերքեր։ Kürt sorunu Türkiye'nin için kanayan yaradır. Şimdi bu Türklük Sözleşmesi'nin özeti daha çok Sunni ve Türkçe konuşma üzerinde. Այս թրկության պայմանագիր գրքի եզրակացությունն այն մասին է, որ թուրքերի ինքնությունը կառուցվել է սունիական եւ թուրքերեն խոսող շերտի հիման վրա, եւ որ այս ինքնությունը ստեղծվել է այն ժամանակ իշխող կուսակցության կողմից։ Այլ կերպ ասած, այս պայմանագիրը Şimdi şu soruları Չեք կարծում, որ այս հարցերն արյունահոսող վերքեր են Թուրքիայի համար նաև հիմա։ Türkiye'nin kendiyle yüzleşmesinden bahsediyor herhalde. Yani Հեղինակը հավանաբար խոսում է Թուրքիայում ներքին դիմադրության, ներքին առերեսման մասին։ Թուրքիայում եղել է ժամանակաշրջան, երբ քրդերը տարիներ շարունակ մեկուսացված են եղել։ Նրանց լեզուն արգելված է եղել։ dillerinin yasaklandığı bir dönem geçti Türkiye'de Kürtlerle ilgili. Ermenilerle ilgili de Թուրքիայում շատ մարդիկ կան, որոնք ինքնություն են կառուցել ժխտման քաղաքականության վրա, որը առաջացել է 1915 թվականին, եւ դրանից հետո տեղի ունեցած կոտորածը ցեղասպանությունը չճանաչելու պատճառով։ Կան նաեւ Թաներ Ակչամի եւ ուրիշների հետազոտությունները։
Այլ կերպ ասած, թուրքերի ինքնությունը ստեղծվել է այս ժխտման հիման վրա։ Այժմ ցավոք այս ժխտումը հաճախ օգտագործվում է էթնիկ հակամարտություններում։ Օրինակ Կիպրոսում եւս կան ժխտումներ։ Oluşturulduğunu. Şimdi bu inkar maalesef etnik çatışmalarda yoğun bir şekilde kullanılır. Kıbrıs'ta da inkarlar var mesela. Tamam mı? Yani Kıbrıslı Türkler mesela 74'te 1974 թվականի վերաբերյալ ժխտողականության երկու տարբեր դրսևորումներ կան՝ Կիպրոսի հույների եւ Կիպրոսի թուրքերի։ Կողմերից մեկը պնդում է, որ մենք հրաշալի ապրել ենք մինչև 1974 թվականը։ yaşardık diye bir asr-ı saadet dönemi sunulur. Bu şeyde de var. Türkiye'de de Ermeniler için var. Ah Ermeniler isyan etmeseydi biz ne güzel. Onlar milleti sadıka. Սա վերաբերում է նաև Թուրքիայի հայերին։ Գիտեք, ոմանք ասում են, եթե հայերը չապստամբեին, որքան հրաշալի կլիներ, նրանք հավատարիմ ազգ կլինեին։ Նույնը Կիպրոսում է։ Հասարակության մեծամասնության Կիպրոսի հույների ժխտումը թուրք կիպրոսցիների նկատմամբ նրանց վրա հարձակումները մինչև 1974 թվականը եւ ասում են, եթե միայն նրանք մնային իրենց տեղերում 1974 թվականին, yerlerinde dursalardı. Yani երկուսն էլ շատ բացառող մի տեղից հովանավորվող ժխտումներ են եւ այս ժխտողականությունը դժվարացնում է լուծում գտնելը։ Ցավոք ժխտողականությունը միշտ էլ ազգային պետությունների, այսպես ասենք, կույր կետն է։ kör noktası eğilim. Tamam, eğer sakıncası yoksa Եթե դեմ չեք, եւս մեկ հարց Հայաստանի վերաբերյալ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման նոր գործընթացի փուլում ենք, բայց ինչպես գիտեք, Թուրքիան շարունակելով իր ժխտողականությունը պահանջներ ունի։ ama biliyoruz, siz de tabii ki çok iyi biliyorsunuz, bu inkar politikasını hala var. Türkiye Ներառյալ հայոց ցեղասպանության, այդ ցեղասպանության, այսպես ասենք, հետևանքը համարվող Սփյուռքի, Արարատ լեռան, Հայաստանի ներկա տարածքի եւ այլն իմաստով։ Հաշվի առնելով այս ամենը, կարծում եք սա իրական կարգավորման գործընթաց է։ süreçtir. Bu normalleşme süreç midir sizce? Şimdi iki tarafın da normalleşme ihtiyacı var. Tabii ki. Երկու կողմն էլ այժմ հարաբերությունների կարգավորման կարիք ունեն։ Սա փոխադարձ է։ Թուրքիայի ժողտողականության մեջ ինքնապաշտպանվելու տար կա։ Մյուս կողմից Հայաստանը իր բոլոր խնդիրներով նաև մեկուսացված է։ Մարդիկ մեկուսացվել են ու բաժանվել երկու կողմի։ Տարածաշրջանին շունչ է պետք։ Իհարկե այս կարգավորումը հեշտ չի լինի։ Ermenistan'ın da bu izolasyon hali var. Yani orada izole edilmiş, nüfusun büyük bir kısmı ayrılmış ve o bölgede bir şekilde bir rahatlanma yaşaması lazım. Yani normalleşmesi lazım Ermenistan'ın da. Tabii bu normalleşme kolay olmayacak. Son yine 200 bine yakın göçmen aldığı içine, değil mi? Karabağ meselesinden dolayı. Վերջերս Հայաստանն ընդունեց մոտ 200,000 փախստականների, այնպես չէ, Ղարաբաղյան հարցի պատճառով։ Կողմերից յուրաքանչյուրն ունի իր ակնկալիքներն ու մտահոգությունները, երբ խոսքը հասնում է տարածաշրջանում խաղաղությանը։ Հստակ է, որ արագ կարգավորումը նպաստավոր կլինի Հայաստանի եւ Հարավային Կովկասի համար, եւ դրա էֆեկտը կարող է հասնել մինչեւ Իրան։ Ve bölgenin normalleşmesi hem Kafkaslar için çok önemli olacak, hem o bölge için, yani daha sonra İran'a kadar da gidebilecek bir yakınlaşma olabilir. Bununla birlikte de paralel olarak da toplumların Զուգահեռաբար պետք է ջանքեր գործադրվեն հասարակություններին մերձեցնելու համար, մտահոգություններին արձագանքելով եւ փոխըմբռնման ու կարեկցանքին խթանելով։ Մերձեցումը պարզապես խաղաղություն հաստատելը կամ փաստաթուղթ ստորագրելը չէ, այլ պատմության հետ աստիճանական առերեսումը երկու համայնքների եւ երկու ժողովուրդների միջեւ։ Սակայն մենք պետք է դա անենք առանց չափազանց կտրուկ քայլերի, քանի որ ամեն ինչ հեշտ չի լինում։ Խոսքը ժխտողականության վրա կառուցված երկրի մասին է։ Yavaş yavaş yüzleşmesi, ama bunu da yaparken fazla sarsmadan, çünkü kolay da değil, inkar üzerine kurulmuş bir ülkeden bahsediyoruz. Sayın Hatay, biz siz bunu Ձեր հոդվածներից մեկից մեջբերում անեմ։ Ինչ ապագա ենք կորցնում ամեն անգամ, երբ անտեսում ենք ուրիշների ցավը մեր սեփական պատմությունը պաշտպանելու համար։ geldiğimiz her seferinde aslında hangi geleceği kaybediyoruz? Siz tabii ki şu an konuştuk, Ermenistan ne kaybediyor? Ama sorun budur. Türkiye Հայաստանն ինչ է կորցնում, նշեցիք։ Հարցս այլ է, ինչ է կորցնում Թուրքիան, անտեսելով հայերի ցավը, Թուրքիան կորցնելու բան ունի։ hangi geleceğini kaybediyor? Türkiye ne kaybediyor? Veya Türkiye'nin için kaybettiğimiz hiçbir şey var mı?
Türkiye tabii ki. Türkiye kendiyle yüzleştiğinde zaten kendi iç hesaplaşmasını ve devamlı duran o Թուրքիան, իհարկե, երբ Թուրքիան առերեսվում է ինքն իր հետ, հետաձգում է իր ներքին, այսպես ասենք, հաշվեհարդարը, բազմաթիվ ճնշված խնդիրների պայթյունը, որոնք առանց այդ էլ պարբերաբար պայթում են։ en azından özgüvenini getirecektir. Kaybetmesi bölgeyle olan iletişimini Առերեսվելը առնվազն կվերադարձնի Թուրքիայի ինքնավստահությունը։ Ուրիշի տառապանքը չճանաչելով կամ դրա համար բավարար ջանքեր չգործադրելով, շղթման մեջ ապրելը որքան կարելի է շարունակել։ kendini de yani bir insan ne kadar inkarla yaşayabilir değil mi? Toplumlar da biraz böyle. Eninde sonunda bunlar önünüze başka sorunlar olarak çıkıyor. Onun için Վերջին հաշվով այս խնդիրները ի հայտ են գալիս տարբեր այլ դրսևորումներով։ Հետևաբար մերձեցման եւ դռների բացման, հարաբերությունների աստիճանական կարգավորման հետ մեկտեղ կարծում եմ, որ Թուրքիան նույնպես կվերափոխվի։ Նման մերձեցումը մեծ օգուտ կբերի Թուրքիայի ժողովրդավարացմանը։ ile bence Türkiye'nin de dönüşeceğini, Türkiye'nin demokratikleşmesi için de büyük bir yararı olacak bu tür yakınlaşmaların. Kürt meselesinde bir şey. Նրանք փորձում են ինչ-որ բան անել քրդական հարցի հետ կապված։ Չգիտեմ, կհաջողվի թե ոչ, բայց հուսով եմ, որ հայկական հարցի վերաբերյալ արված քայլերը կհանգեցնեն սեփական պատմության ինքնին իր հետ Թուրքիային առերեսվելուն, ինչը իր հերթին կվերաձևավորի Թուրքիայի հարաբերությունները հարևանների հետ եւ ապագայի վերաբերյալ նոր տեսլականները։ Uygulayacaktır diye umuyorum. Sizce bu Կարծում եք դա հնարավոր է։ inanıyorsunuz buna? Neden? Yani zor ama üstünde çalışılırsa zaman alacak. Դժվար է, բայց եթե մենք այդ ուղղությամբ աշխատենք, գուցե, իհարկե, ժամանակ կպահանջվի։ Իհարկե, նայելով ներկա իրավիճակին, հնարավոր է այս խելահեղ աշխարհում։ Mümkün mü? Niye olmasın? Ama bununla ilgili karşılıklığın yanında büyük kesimin daha güçlü Ինչու ոչ, բայց փոխադարձ քայլերից բացի հասարակության ավելի մեծ, ավելի հզոր շերտերը պետք է քայլեր անեն։ Կարծում եմ, որ սա ավելի լավ մոտեցում է, քան երբեք չխոսել, երբեք չշփվել, երբեք որևէ հարաբերությունների մեջ չմտնել։ Հիմա սկիզբն է, սա իհարկե ժամանակ կպահանջի։ bu zaman alacak tabii. Ermenistan Մենք տեսնում ենք այս քայլերը հայկական կողմից, դուք իհարկե bizim başbakanımız biliyorsunuz tabii ki siz de գիտեք մեր վարչապետին եւ գիտեք թե ինչ քայլեր են նա անում, բայց ինչ եք տեսնում Թուրքիայից։ Տեսնում եք որևէ քայլ։ ne görüyorsunuz? Bir Bence- adım görüyorsunuz mu? Gerek Türkiye'nin gerek Azerbaycan'ın şimdiki başbakanın attığı adımlara bir karşılık vermesinin zamanı çoktan geldi ve geçti. Կարծում եմ վաղուց ժամանակն է, որ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը արձագանքեն ձեր ներկա վարչապետի քայլերին, որովհետեւ միակողմանի գործողություններով կարելի է միայն որոշ չափով առաջ գնալ։ Սա իմ համոզմունքն է։ Նախաձեռնությունները պետք է լինեն հնարավորին չափ շուտ եւ քայլեր պետք է արվեն բոլոր մակարդակներում, ոչ միայն պաշտոնական, այլև քաղաքացիական հասարակության, հանրության եւ անհրաժեշտության դեպքում առևտրային, մշակութային, պատմական եւ իրավական։ Կարծում եմ, որ Թուրքիան նույնպես պետք է անի այդ քայլերը։ Adımların atılması lazım ve bunu Türkiye'nin de yapması lazım diye düşünüyorum. Sayın Hatay, Պարոն Հաթայ, այս հնարավորության համար կրկին շնորհակալություն։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։